Եթե ձեզ որևէ մեկը կասի, որ մեր օրերում ստրկությունը վերացել է, ապա նա ձեզ խաբում է։ Այն չի վերացել։ Ուղղակի հիմա կոչվում է հիպոթեք։ Որտով հիպոթեք ունի ինձ լավ կհասկանա։ Ես այլևս սեփական կյանք չունեմ, ես հաստատ համոզված եմ, որ ես պատկանում եմ բանկին։ Ու ամենալավորը գիտեք որն է այդ ամենի մեջ։ Որ ասենք թե տանում ես ու մուծում ես 400,000 դրամ, բայց այդ 400,000 դրամից քո մայր գումարից նվազում է ընդամենը 20,000 դրամ։ Ես արդեն լուրջ չգիտեմ ինչ անեմ։ Նույնիսկ մոտս մտքեր են առաջանում, որ գնամ բանկ, ասեմ ուրիշ ձևով փակվեմ այդ փողը։ Բայց հետո հիշում եմ, որ ես ախր կրյա չեմ, որովհետև կրյան է 200 տարի ապրում։ Իսկ ես դրանից շուտ հաստատ չէի կարող ուրիշ ձևով փակվեի։ Ամեն դեպքում բանկի աշխատողը ասեց, որ ինձ այդքան չեն գնահատում։ Բայց լուրջ ինչի՞ է տենց ահավոր։ Ես հասկանում եմ, որ բանկային սիստեմից, ֆինանսներից ոչ մի բան չեմ հասկանում։ Ես ասում եմ որպես սովորական մարդ, ինչի է այդքան ահավոր քո երկրում տուն առնել, ինչի է այդքան դժվար ու այդքան ցավոտ։ Որտեղից աշխատենք, որտեղից պիտի մուծենք, երբ պիտի մուծումը անենք, ալա հեսա տունը պիտի տան ռեմոնտ սկսենք անել։ Վերջում ուզում եմ ասել, որ ես ռիլը միտված չի բողոքելու կամ ինչ-որ մեկին վախացնելու։ Հակառակը, ես ուզում եմ, որ երիտասարդները իմանան, որ իրանք էլ ինպես կարող են դա անել, կարող են տուն ձեռք բերել, կարող են գնալ այդ քայլին ու ոչ մի վախենալու բան չկա։ Հավատացեք։ Հենց հիպոթեկը վերցնում ես, գործերը լավանում է։ Այսինքն ուզած չուզած սկսում ես փող աշխատել էլի։